Ողջույն Հայաստան, ես Նարան Արմենն եմ, ես յոգեն գիտնական առողջության գծով մարզիչ, հանդական զարգացման մարզիչ օգնականց կարիերայի զարգացման հարաբերությունների մեջ հասնել մի բարձր մակարդակներ։ Ինքս ավելի քան 10 տարի հոգևոր ճանապարհի վրա եմ։ Ճանապարհը սկսվեց 2014 թվականից, երբ Ամերիկայում ուսանող էի այն ժամանակ ու կանոնին արձակուրդներին ու միտիս հետ գնացինք Դոմինիկյան Հանրապետություն, վերադառնալիս մի փոքրիկ գիրք ավարտեցի, կոչվում է 4 համաձայնությունները, գրված է Դոն Միգել Ռուիզի կողմից, ով բնիկ ամերիկացի ամերիկայի բնիկներից է, փոքրիկ շատ սիրուն գիրք է, որ ներքին ազատություն գտնելու եւ սովորական ծրագրավորումներից ազատվելու մասին է խոսքը։ Ուրեմն երբ որ մենք մեծանում ենք այս աշխարհում, փոքր տարիքից ծրագրավորումները մտնում մեր մեջ, անկախ մեր կամքից, չէ՞ որ հասարակությունը, ընտանիքը վերցնում են մեր ուշադրությունը եւ մեզ պատմում են նրա մասին, թե ճշմարտությունը ինչ է, ինչպես է աշխատում այս աշխարհը, ինչ պետք է մենք անենք, ինչ պետք է չանենք։ Եվ մենք այնքան փոքր ենք, որ ասենց լիովին վերցնում ենք այդ ամեն ինչը առանց գիտակցական համաձայնության եւ այդ ամեն ինչը դառնում է մերը։ Ուրեմն աշխարհը փորձում է մեզ ընտելացնել իրեն ու դարձնել ընտելացված։ Սկզբում մենք լրիվ ընտելանում ենք իրենց ծրագրավորմանը, հետո ինչ որ տարիքում մենք ասում ենք չէ մանի, դպրոցը, ընտանիքը ասում են սենց պետք է անես, մենք ասում ենք չէ։ Եվ սկսում ենք ռիբել անել, անդիմանալ այդ ամբողջ համակարգին, բայց ինչ որտեղ արդեն ուշ է, որտեղ այն ամենասենց խորքային ծրագրավորումը արդեն կատարվել է մեր մեջ։ Եվ ինչ եթե մենք կարող ենք ազատվել այդ ծրագրավորումից կամ ամենակիչը սենց մի հատ վրայով անցնել եւ գիտակցորեն ընտրել այդ ծրագրավորման որ մասերն են լավ աշխատողին ենք ուզում ենք պահենք եւ որ մասերն են մեզ խանգարում, թուլացնում, վերցնում են էներգիան ու կարող ենք նրանցից ազատվել ու նոր համաձայնություններ վերցնել փոխարենը։ Արդյունքում մենք դառնում ենք միաժամանակ վայրի պահպանելով մեր գիտակցությունը, մեր իմաստությունը, որ կյանքում հավաքել ենք։ Ուրեմն երբ մարդը ծնվում է այս աշխարհում, ըստ Դոն Միգել Ռուիզի դա կոչվում է the dream of first attention, առաջին ուշադրության երազ։ Ինչու երազ, որովհետև մենք ոչ թե տեսնում ենք բացարձակ ճշմարիտ իրականությունը, այլ մենք տեսնում ենք այդ իրականությունը մեր պրիզմայի մեջով պրոյեկտված մեր մտքի մեջի պատկերը եւ ինչ որ առումով մենք այդ երազի մեջ ենք ապրում։ Հիմա նաեւ կա ընդհանուր հասարակության երազը, որտեղ բոլոր մարդկանց երազները որսենց իրար կողք կան, այդ ամիջը ապրեսացման միատել ընդհանուր հասարակության երազ։ Եվ երբ որ մենք ծնվում ենք այս աշխարհում, դա սկիզբ է դնում առաջին the dream of first attention, առաջին ուշադրության երազ։ Որից հետո երբ մենք գիտակցում ենք, որ մեր սովորած ճշմարտությունը մեծ առումով սուտ է եւ պետք է խորը գնալ եւ հասկանալ թե իրոք ով եմ ես ու որն է այս աշխարհը ու որն է ճշմարտությունը, այդ գիտակցումը սկսվում է the dream of the second attention։ Եկ ուշադրության
The dream of the second intention. Երկրորդ ուշադրության երազը։ Երկրորդ ուշադրության երազը կոչվում է նաև մարտիկի աստիճան, մարտիկի երազ։ The dream of the warrior. Ինչու՞, որովհետև այդ ընթացքում մենք մարտիկ ենք, մենք կրվում ենք այն ինձ հակառակ ծրագրավորման դեմ, այն ներքին parasite-ը ներքին sense հակառակորդը, որ ստեղծվել է մեր մեջ, որ խանգարում է մեզ ու վերցնում է մեր էներգիան, իր հանդեպ պայքարի եւ դեպի ճշմարտություն, դեպի ազատություն գնալու ճանապարհը։ Հնարավոր է կոչվում մարտիկի երազ։ Ուրեմն երկրորդ ուշադրության երկրորդ երազը ավարտվում է, երբ մենք ավարտում ենք դատապարտել, ջաջանել, թե ինքներս մեզ, թե բոլոր ուրիշներին, ոչ միայն գիտակցական մակարդակով, այլ նաև ռեալ դե ֆակտո պրակտիկ մակարդակով, որովհետև հնարավոր է, որ մենք հասկանանք գիտակցորեն, ինտելեկտուալ առումով մենք հասկանանք, որ իրականությունը կա այնպես ինչպես կա եւ կարիք չկա դատապարտելու ու թե մեզ, թե ուրիշներին, բայց մեր միտքը ծրագրավորումը օգտագործելով շարունակում է ինքներս մեզ մեղադրել, ուրիշներին մեղադրել, դատապարտել, հա, եւ ըստ ինչ-որ ծանր դատապարտության մասին չի խոսքը, այլ համարել, որ ես կամ ինչ-որ մեկը ինչ-որ բան չպետք է անեի կամ պետք է չանեի։ Շատ մեծ տարբերություն կա, որ ես կուզեի չանեմ կամ ինձ թվում է ավելի լավ կլիներ, որ ես բանը ուրիշ սև անեի, այդ մտքին չէ, եւ այս մյուս չէ, որ այս ինչ բանը պետք է չարվեր։ Իրականում աշխարհը աշխատում է ֆիզիկայի եւ ճշմարտության օրենքներով, եւ եթե ատոմը մոտենում են իրենք մոտենում են, ասել, որ իրենք պետք է չմոտենային, դա աբսուրդ է։ Նույնպես, եթե դե ֆակտո ինչ-որ գործողություն է լինում, ես մոտենում եմ կամերային, դա եւս ճշմարտության ու ֆիզիկայի բնության օրենքներով կատարվում եւ ասել, որ դա պետք է չլիներ, դա ընդհանրապես միտք է, որը հակասում է ճշմարտությանը։ Խնդիրը ոչ թե ճշմարտության մեջ, այլ այդ մտքի մեջ է։ Հիմա ես ինտելեկտուալ առումով կարող եմ հասկանալ այդ ամեն ինչը, բայց միտքս եւ էներգիաս շարունակում է խնդիրներ գտնել իրականության մեջ, դժգոհել, դատապարտել այդ ամեն ինչի հանդեպ։ Երբ դա փոխվում է եւ էակը սկսում է ոնց որ լիովին անցնում է հաջորդ մակարդակ, էջանեք սկսվում է ուշադրության երրորդ երազը, որ կոչվում է The Dream of the Masters, վարպետների երազ։ Հիմա վարպետի երազը շատ գեղեցիկ երազ է, կյանքը դառնում է արվեստ։ Ոչինչ չունես ոչ մեկի ապացուցել, որովհետև քիչ չկա իրականության մեջ, թե պատերազմների, թե բռնության, թե տգիտության մեջ որևէ բացարձակ խնդիր չկա, բայց քո առաքելությունը կարող է լինել ուզել խաղաղություն սերմանել եւ ստեղծել աշխարհի վրա, հա։ Ֆունդամենտալ, քանի որ դու հասկանում ես, որ ներկա իրականության մեջ խնդիր չկա, դա քեզ թույլ է տալիս, որ կարողանես քո առաքելությունը անես եւ այն մարդկային խնդիր համարվողը, որ մենք ունենք ցավ, ունենք պատերազմներ, ունենք անառողջություն, որ դրա դիմաց կարողանաս չասեմ պայքարել, բայց կարողանաս այս էներգիան եւ երազը որ կա նպաստել, որպեսզի այն շարժվի այնպիսի ուղղությամբ, որ շատ բարիք լինի աշխարհի վրա, բարեկեցություն լինի, աջակցություն լինի, խաղաղություն լինի։ Դե ինչ, այդքան է Դոմինիկե Ռուիզի եւ 4 համաձայնությունների մասին։ Միգուցե խոսեմ նաեւ այդ որ գիրքը կոչվում է The Four Agreements, 4 համաձայնությունները։ Առաջին համաձայնությունը ասում է be impeccable with your word։ Հստակ եղիր, մաքուր եղիր, հայերեն ուրիշ բառը կա, բայց մեկի չի գալի, ասում է քո բառի հետ։ Բառը, որ օգտագործում ես, հզորություն ունի։ Թե այն բառը, որ դու ասում ես բարձրաձայն, ինքդ քեզ կամ ուրիշներին, թե ինչ որ մտածում ես մտքում այդ։
ամեն բառը, որ հնչում է թե քո ներսում, թե բերանից է, մասնակցում է քո աշխարհի, քո իրականության ստեղծմանը։ Գիտակից եղիր, ինչպես է բառը օգտագործում, եւ շուրջդ կսկսի ստեղծվել այնպիսի աշխարհ, որը համահունչ է քո արժեքների, քո ցանկության, քո իմաստության հետ։ The second agreement is either don't take anything personally or it is don't make assumptions. Մեկը երկրորդը, մեկը երրորդը։ Կամ ոչինչ մի վերցրու քո վրա, կամ ենթադրություններ մի արա։ Արա եկեք երկուսին ստեղ խոսենք։ Մեկը երկրորդը, մեկը երրորդը։ Don't take anything personally. Լավ, եկեք նույնիսկ սկսենք։ Don't make assumptions. Ենթադրություններ մի արա։ Ուրեմն շատ ժամանակ ես մտածում եմ, թե ես գիտեմ, թե ինչ է լինելու, հա? Բայց այդ ընդհանրապես ենթադրություն է։ Ես կարամ ենթադրություններ անեմ, բայց ենթադրությունները որ չհավատամ ենթադրություններից։ Ես գիտակցեմ, որ ես ինչ բան է, որ հիմա մտածում եմ ես, որ հա երևի տենց է իրականությունը։ Դա միտք է։ Հնարավոր է, որ ինքը ճիշտ լինի, հնարավոր է ես լավ հաշվարկ եմ արել ու լավ բեթ եմ արել, որ երևի թե սենց է լինելու կամ սենց պատճառով ես ինչ մենք ինչ բանը ասեց, բայց ես չեմ հավատում այդ ես գիտեմ, որ այդ միտքը կարա ճիշտ լինի, կարա սխալ։ Ես բեթ եմ անում, որ երևի սենց, բայց ես չեմ հավատում։ Շատ կարևոր agreement, որ գրեթե բոլորը չեն հավատում։ Հաջորդը don't take anything personally, ոչինչ քո վրա մի վերցրու։ Երբ որ ինչ-որ մեկը քեզ օրինակ վիրավորում է կամ դավաճանում է, քո վրա մի վերցրու։ Այդ գործողությունը իրանց աշխարհի մեջ բացատրվում է ինչ-որ ձևով այդ գործողությունը։ Ներքին պատճառներ ունեին իրանք որոշակի այդ գործողությունը անելու իրանց պատճառները։ Քեզ թվում է թե այդ գործողությունը դեպի քեզ է, որ իրանք քեզ տենց արեցին, բայց իրենք քեզ չեն տենց արել, իրենք ուղղակի տենց են եղել։ Բնությունը, աշխարհը, տիեզերքը, էներգիան իրանց մեջ տենց է աշխատել, ինձ քո հետ կապ չունի։ Համե կապ ունի։ Կապ ունի, որովհետև դե եթե քո մտերիմներ, քո ընկերներ, քո գործընկերներ ու վիսի բան արել, իհարկե ինչ-որտեղ դա քո հետ կապ ունի։ Քո հետ կապ ունի մարդկային մակարդակով, բայց բացարձակ մակարդակով դա քո հետ կապ չունի։ Դա իրենց աշխարհի մասն է։ Դու կարաս օֆիցիալ դժգոհես, դու կարաս խոսես իրենց մասին, դու կարաս ասես, որ հեյ, սենց բան լավ կներու չանեիր, կամ ես ճիշտ չէր հանդել, բայց վերջի վերջո դու գիտակցի խորապես, որ այդ քո հանդեպ չի ու քո մասին չի։ Իրանք են իրենց աշխարհում։ So at the end of the agreement, and the fourth agreement is always do your best, just do your best. Short համաձայնությունը ասում է ամենը փորձիր անել քո լավագույնը։ Ուրեմն տարբերություն կա do your best, and քո լավագույնը միշտ արա, perfectionism եւ just do your best։ Փորձի լավագույնը տանել։ Այդ է միջև։ Ուրեմն մեկը տանում է դեպի perfectionism ու ես պետք է պարտադիր ամենալավ ձևով արտահայտեմ, ամենալավ էսե գրեմ, ամենալավ որոշում կայացնեմ։ Որը որ տանում է պարալիզ, ինքը չի թողում, որ դու ազատ լինես ու ասել որ ինչ ունես աշխարհում։ Մյուսը, որ just do your best, only do your best։ Մյուս ձևով որ կարելի է հասկանալ դա տանում է ազատագրման եւ հենց դրա մասին է չորրորդ համաձայնությունը։ Ինքը ասում է անկախ նրանից, թե դու քեզ լավ ես զգում, վատ ես զգում, հիվանդ ես, առողջ ես, հանգամանքները քեզ հարմար են դասավորվել ոչ ընդհան, ներկա պահին ինչ որ իրավիճակ կա, փորձի այդ իրավիճակում լավագույնդ անես եւ եթե դու զգում ես որ լավագույնդ ես անում, դու կաս խաղ լինես եւ իրանք լինես, անկախ նրանից թե ինչ արդյունք ստացվի եւ անկախ նրանից թե դու կունենաս ցավ թե հաճույք, հաջողություն թե ոչ։ Որտեվ դու խաղաղ ես, որտեվ դու գիտես, որ լավագույնը ես անում։ Երբ դու լավագույնը ես անում, կյանքը իրականում հեշտ է։ Կյանքը իրականում հեշտ է։ Եթե նույնիսկ
լավագույնը անել այնա, որ sense մաքսիմալ ֆիզիկական դժվարությամբ ինչ-որ լեր պետքա բարձրանաս մի ժամում, բայց sense պետք է քեզ ճղես մեջտեղից, որ մի ժամում բարձրանաս այդ լերը։ Եթե դու գիտես, որ այդ պետքա քեզ կարևոր բան է քո համար եւ դու լավագույնը ես դնում դրա մեջ, դու գնում ես դեպի տիեզերական հոսանքին համահունչ եւ քո համար հեշտ է, քեզ կարող է ցավա, բայց ներքին խաղաղություն հարստություն կա քո մեջ։ Մյուս կողմից, երբ որ դու հետաձգում ես գործեր, որ լավ կներ, որ ճիշտ պահին կատարվեին, քեզ թվում է, թե դու հանգստանում ես, քեզ թվում է, թե դու հոգնած ես, դու չես կարող հիմա առնստող լավ հետո կանել ես դա, բայց իրականում դու տառապում ես, որտեղ ամեն վարքյան գիտակցությունը քո մեջ գիտի, որ հիմա դու կարող ես բանը անել, բայց դու չես անում ոչ թե որտեղ ճիշտ է այս բանը անել, այլ չես անում, որտեղ դու ալարում ես, եւ դա բերում է տառապանք, դժբախտություն եւ ցավ շատ ավելի մեծ, քան գործողություն կատարելը ու այդ ամենը անելը քեզ կբերեր։ Եվ դա էլ 4-րդ agreement-ն է, 4-րդ համաձայնությունն է, always do your best։ Ուրեմն երբ որ սկսում ես օգտագործել 4 համաձայնությունները եւ aware լինել, զգոն լինել, գիտակից լինել, երբ որ դրանք խախտվում են, իմանալ, երբ որ դրանք խախտվում են եւ փորձել նորովի պահել համաձայնությունները, կյանքդ մեկ մակարդակ, երկու մակարդակ պետք։ Ուրեմն դրանք օգտագործելով դու սկսում ես հին չաշխատող ծրագրավորում համաձայնություններ conditioning ազատել քո միջից եւ space տարածություն թողել նորի հանդեպ։ Four Agreements գիրքը այն գիրքն է, որ սկսել է որ ճանապարհը մոտ 10-ից ավել տարի է անցած հետո։ 10 տարիների ընթացքում իմ ուշքի միտքը եղել է, թե ոնց կարող ես ձեռք բերեմ լավագույնս անեմ ներքին ազատություն, զորություն, գիտակցություն, տարբեր սկիլեր աշխարհում հաջողակ լինելու ստեղծելու, սովորելու, զարգացնելու մեջ։ Ոնց կարամ ես դառնամ իմ երազանքների մարդ։ Ձեռք բերեմ այն հատկությունները, այն ունակությունները, որ կօգնեն ինձ ինձնով ստեղծել այն ինչ որ ես ուզում եմ աշխարհում։ Թե ֆինանսական, թե ծառայության աշխարհի ու հասարակության համար, թե իմ ու իմ ընտանիքի համար բարիքներ, ճանապարհորդություն